Բարև ձեզ հարազատներս, այսօր ուզում եմ մի կարևոր թեմայից խոսել, հաղորդությունից, ինչ է հաղորդությունը իրենից ներկայացնում, իհարկե մենք շատ բարձրակարգ հոգևորականներ ունենք, որոնք լավ է իրանցից լսեք հաղորդությունն ինչ է, բայց քանի որ դրանից կարևոր բան չկա, որ ես ասեմ, այն ինչ որ ես պատմում եմ իմ տեսահոլովակներում ավելի քիչ կարևոր են, քան հաղորդությունը, դրա համար կուզեմ հաղորդության մասին նույնպես տեսահոլովակ ունենամ, ինչ եմ ես հասկանում, հաղորդությունն ինչ է։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Գիտեք, որ կիրակի օրերը պատարակների եմ գնում, հնարավորինս մեղքերի թողություն ստանում, հաղորդություն ստանում։ Հետաքրքիր է, որ մեր երկիրը համարվում է առաջի քրիստոնյա երկիրը ու հայերի 90%-ը տեղյակ չի հաղորդություն ինչ է, 90% երևի քիչ եմ ասում։ Տեղյակ չի հաղորդություն ինչ է նշանակում, ամոթ է, ուղղակի մարդ չի կարող ասի, ես առաջի քրիստոնյա երկրի ներկայացուցիչ եմ, եկեք կամ դա չասենք, կամ իմանանք հաղորդությունն ինչ է ու դա ճիշտ անենք։ Ու հաղորդությունից տեղյակ չեն, նույնպես չէ, որ իմ գիտելիքները հաղորդության մասին շատ լավն են, ես էսա լրիվ ձեզ բացատրելու եմ, ոչ։ Ամեն անգամ նոր մի ինֆորմացիա եմ ստանում հաղորդությունն ինչ է։ Ուրեմն ինչ է հաղորդությունը իրենից ներկայացնում, երբ որ դու կիրակնօրյա պատարակներին մասնակցում ես, պատարակի ժամանակ ստանում ես հաց եւ գինի, որը խորհրդանշում է Աստծո մարմինն ու արյունը։ Հաղորդակցվում ես Աստծո հետ, հաղորդությունը դա է, որ միանում ես Աստծո մարմնին եւ արյանը, ու սա շատ կարեւոր է, որ իմանաք, որ այսպիսի բան կա, որ շատ կարեւոր է դա ստանաք այդ ճանապարհը։ Ուրեմն ես հիշում եմ, որ ես Մոսկվայում մի եկեղեցի է ու 2 միլիոն մոտավորապես հայեր, հայերը սիրում են եկեղեցի գնալ, գալիս են եկեղեցի, տեսնում ինչ որ մի հերթ է, հերթի ժամանակ ինչ որ բան են տալիս եկեղեցում, ուտում են, գալիս են անհասկանալ այդ հերթին մասնակցում, այդ ուտում գնում, սա հանցագործություն է հայի համար, որ չիմանա, նե չի ես ծնվել եմ իմացել եմ հաղորդությունն ինչ է, 32 տարեկանում եմ մոտավորապես իմացել, որ հաղորդություն ինչ բան է, որ սկսել եմ հաճախել հայ առաքելական եկեղեցի, ու քիչ հասկացել ես, հիշում եմ այդ ժամանակ մի տղա էր ինձ զանգում, տղային ոչ էլ հասցրել եմ տեսնել, զանգում ասմունքում էր, առած ինձ տեսնալու զանգում էր մինչև գիշերվա 3 ասմունքում էր, ու ես էլ այդ բան վիճակում եմ, որ նոր եմ եկեղեցի գնում, այդ հաղորդություն եմ ստացել ու պատմեցի, որ հաղորդակցություն եմ ստացել, ասեց հաղորդությունը աղջի ջան, կարևոր բաներ, հիշում եմ այդ ամոթը, որ ես չգիտեի մինչև իրան, որ հաղորդությունն ինչ է։ Բոլորս մի էտապում մեր կյանքի դա իմանում ենք, բայց ամոթ է, որ հայը չիմանա հաղորդությունն ինչ է։ Չմասնակցի դրան, զարմանում եմ։ Այդ կարևորը իմ հատկանիշներից նա է, որ ես կիսատպրատ չեմ սիրում լինել, կիսատպրատ բժիշկ, կիսատպրատ քրիստոնյա, կամ դու դրա մեջ ես, կամ չկաս։ Օրինակ ֆինանսներից բան չեմ հասկանում, շինարարությունից բան չեմ հասկանում, Աստված մեզ տարբեր մասնագետներ է ստեղծել, որ իրար հետ կապ հաստատենք, մեկս մյուսին օգնենք, աճենք, զարգանանք։ Սա մի կարևոր բան է, որ դուք իմանաք, այսօր գնում եմ պատարակի, որտեղից որոշեցի, որ ես դրա մասին պետք է խոսամ, առավոտյան գնում եմ պատարակի, ու տեսնում եմ Եհովայի վկաներն են 3 հոգի կանգնած ճանապարհին, ու այդ ամբողջ կիրակին իրանք այդտեղ կանգնելու են ու չգիտեմ ինչով են զբաղվում։ Իհարկե ծառայում են ուրիշ երկրներին, սա արդեն ասել եմ, մենք քրիստոնեությունը ոնց որ ասում են մեզնից է դուրս եկել, դուք գնում եք Եհովայի վկաներին եք ծառայում կամ ուրիշ սեկտաները վնաս մեր երկրի են աշխատում, սրանք 100%-անից է, իհարկե Քրիստոսը մեկն է, թուրքերն էլ կարող է քրիստոնեություն ընդունեն ու քրիստոնեություն քարոզեն, ու կան հայեր, որ կգնան իրանց մոտ իրանց հետ կմասնակցեն, բայց քրիստոնեությունը նա է, որ երկրի մասին մտածես, ամեն ինչա դա մի բան չի քրիստոնեությունը, դա պետք է հասկանա մարդը դրա կարևորությունը։ Ոչ թե միայն մտածի ինչ լավ բան լսի, որ ինքը զվարթ լինի, լավ զգա իրան։ Մեր մասին չի քրիստոնեությունը, ժողովուրդ ջան, քրիստոնեությունը անձնազոհություն է։ Չի կարող պատահի ինձ բանը, մեր եկեղեցին ինձ սեկտա լինի, գնացեն դե լավ բաներ ասեն, լավ բաներ բաժանեն, ուտենք, ուրախանանք, ասենք վայ, ինչ լավն ենք ու դուրս գանք։ Քրիստոնեությունը անձնազոհություն է։
Պիտի աճես, անձնազոհությամբ աճես, սա ուրիշ, չգիտեմ, սեկտան ոնց կարագացես, ոնց պիտի ուրիշ երկիրը բերի ձեզ ստեղ աճացնի, իհարկե ոչ, դժվարանալու եմ իհարկե այս տեսահոլովակը նկարահանելիս, ուրը մի ուրիշ բան էլ կա, ուրեմն հաղորդությանը մասնակցելու իհարկե կանոններ կան, որ դու պիտի կրկնված լինես, անոթի լինես, պատարագին մասնակցես, մեղքերի թողություն ստանաս, նոր թույլ տան հոգևորականները, որ դու հաղորդությանը մասնակցես, բայց քրիստոնյաները, որ գնում են հաղորդություն ստանալու, իրանք հասկանում են, որ դա միայն դա չի պատրաստվես հաղորդություն ստանալու համար, իհարկե սկզբնական շրջանում, եթե պատրաստվում եք, որ գնաք, գոնե այդպես էլ գնացեք, որ այնքան կարևոր բան է հաղորդություն ստանալը, բայց քրիստոնյան հասկանում է, որ դա ամբողջ ճանապարհն է, դու չես կարա, որ դու քո գործերով զբաղվես ու հա, ինչ լավ, այկա մի հատ էլ հաղորդություն ստանամ, նոր գնամ իմ սխալ գործերս անեմ, սա աճ է, սա հոգևոր աճ է, որը ինչպես բացատրեմ, չի կարա մի մարդ գնա հաղորդություն ստանա ու ասի ես սրբազանին պիտի հանեմ, ժողովուրդ սա իրար հետ չզուգակցվող գործողություններ են, չզուգակցվող, չեմ կարա, չգիտեմ, տեսահոլովակս կա Երիկի, ես սա բացատրեմ, սա անգրագիտության գագաթնակետն է, մեր երկիրը ճպճպում է անգրագիտության մեջ, բայց այս աստիճանի, որ վերից վար անգրագիտություն լինի, քրիստոնեության մեջ անգրագիտություն, լավ, հասկացանք, ֆինանսներից դժվար է, այս մի բժշկությունը դժվար է, բայց քրիստոնեությունը ինչն էր խանգարում, գնայք հաղորդություն ստանայք, չասեի ես եկել եմ հաղորդություն ստանամ ու ասում եմ սրբազանին հանեք, սրբազանին լավ, հանեցիր, ում ես դնելու, կաթողիկոսին հանում է, չէ, սրբազանին ստացրել է, կաթողիկոսին հանում է, գժվել կարելի է ու հասկանում եք ու ես ներկայացնում եք այս ներկայացուցիչը մեր երկրի ներկայացնում է դա ինձ բոլոր երկրներում հասկանում ես բոլորը մտածում են որ սենց առաջի քրիստոնյա երկրում այսպես դեգեներատներ են ամբողջությամբ ինչի որովհետև 90%-ը ոչ մի բան չեք հասկանում հաղորդությունից իհարկե ոչ մի բան չեք հասկանում մոտիկ էլ չեք որ իմանաք չեք էլ ուզում իմանաք ինչ է հաղորդությունը սուրբ ծնունդն ինչ է ձեր համար նոր տարի է մանդարինը առակ կերակ հակակ պսպղան շորերը գնալու եք հեսա կորպորատիվների համարում եք, որ ամեն ինչ արեցիք։ Այդ դրա համար էլ ձեր երկիրը հանում են, տալիս են թուրքերին, որովհետև արժանի չենք, ազգովի արժանի չենք։ Կիրակի օրը չեմ ուզում վատ բաներ խոսամ, բայց էսա մեր երկրի պատկերը։ Հաղորդություն գնալուց, պիտի մարդ հնազանդվի եկեղեցուն, հասկանա, որ անմեղ մարդ չունենք վերևներում նստելու համար, հասկանում եք, բոլորս ամեն մեկս ամենամեղավորն ենք։ Լավ, որ սենց վատ բաներ խոսեմ, շատ կխոսեմ, չեմ ուզում, ափսոսում եմ իմ տեսահոլովակներս, մի Անտոն Մեծի գուցե պատմած կլինեմ էլի, բայց մի հետաքրքիր բան եմ ուզում Անտոն Մեծի մասին, իր գրառումներից, չէ, սա արդեն իր մասին է, հիշում եք, որ ճգնավորության հիմնադիրն է Անտոն Մեծը, Սուրբ Անտոն Մեծը, ու այդ հոգևորականները, որ արդեն անցնում են ճգնավորության, հոգևոր աճ են ունենում, գուցե եւ առանց ճգնավորության հոգևոր աճ ունենան, սկսում են հրեշտակների հետ զրուցել, գիտեք, որ ամեն մեկս մեր հրեշտակն ունենք, ու հրեշտակին հարցնում է, ասում է, ես որտեղ եմ իմ զարգացմամբ։ Հրեշտակն ասում է Ալեքսանդրիայի Կոշկակարի մակարդակին էլ չես։ Սուրբ Անտոնը վեր է գնում, գտնում է Ալեքսանդրիայի Կոշկակարին, որտեղ նա ինչ է անում այդ Ալեքսանդրիայի Կոշկակարը, որ ինքը չի կարում, սկսում է զրուցել, ասում է դու ո՞նց ես ապրում, բայ, ասում ես աշխարհի մեղավոր մարդն է։ Առավոտ աչքերս բացում եմ, ասում եմ, այս Ալեքսանդրիայում բոլորը փրկվելու են բացի ինձնից։ Իրիկունը գնում եմ, պարկում եմ, հասկանում եմ, որ բոլորը այս Ալեքսանդրիայում բոլորը փրկվելու են բացի ինձնից մեղավորից ես։ Այ, սա շատ կարևոր է, որ մարդ իմանա, որ ինքը շատ մեղավոր է, որ ճանապարհ ունի անցնելու, անմեղանալու, մեղքերի թողություն ստանալու, ահագին լուրջ բան է այս քրիստոնեությունը։ Շատ կուզեմ, որ դուք, եթե ուզում եք երկիր ունենանք, ես դրանում համոզված եմ, եթե դուք ուզում եք մենք երկիր ունենանք, Աստվածը երկիրները պահում իհարկե մեր միջոցով, բայց միակ ելքը այս գել տերությունը, ոչ թե գեր տերություն, գել տերությունների մեջ երկիր ունենալը կարողանանք մեզ երկիր պահենք, սա մեր միակ ուժը քրիստոնեությունն է, ուրիշ չեմ տեսնում, որ մենք ուրիշ արժանիք ունենանք, բան, էլի փառք Աստծո, որ մեր եկեղեցիները լիքն են, կարող է դրսից մարդ լսի իմանա, թե մենք փառք Աստծո եկեղեցիները, բայց դա 10%-ից քիչ է բնակչության։ Մեծ մասը հիմա առևտուրների մեջ նոր տարի է նշելու։ Աստված օգնական բոլորիս մեծ հույսերով կհանդիպենք նորից։ Բարի օր բոլորիս։